Ուրեմն պետք չէ խղճալ, սիրելիներս, պետք չէ խղճալ ձեր ամուսնուն, սա դեստրուկտիվ վարք է, դեստրուկտիվ հույզ է, երբ որ դուք զգում եք հարաբերությունների մեջ խղճում եք, օրինակ ես հիշում եմ մի վերջին դեպք, որ կինը ասում էր, որ ես միշտ խղճացել եմ, հա, խոսում էր ամուսնու մասին, ասում էր ես իրան միշտ խղճացել եմ, լինում է, որ չգիտեմ, տղամարդը ինչ որ հիվանդություն է ունենում կամ անապահով ընտանիքից է դուրս եկած լինում, մանկատան երեխա է լինում, եւ կինը խոսում է այդ մասին, որ իր ամուսնու նկատմամբ ինքը ունի այդ խղճահարությունը, այդտեղ չկա սեր, այդտեղ չկա կիրք, առավել եւս, այդտեղ կա ինչ որ sense անհասկանալի մի բան եւ ասեմ որ այդ զգացումը ձեր ամուսնուն հաշմանդամ է ուղակի դարձնում, հա, դուք գուցե գիտակցության մակարդակում չեք անդրադառնում, բայց այդտեղ կա ինչ-որ sense աուրա, ինչ-որ մթնոլորտ, որտեղ խղճահարությունը ենթադրում է, հա, որոշակի արդեն համապատասխան վարք, որի հիմքում ընկած է այդ խղճահարությունը։ Եվ նորից եմ ասում, դրանով դուք ուղակի ցածրացնում, արժեզրկում եւ ուղակի հաշմանդամության եք հասցնում ձեր ամուսնուն։